Հունվարի 19-ին կեսգիշերին մոտ Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում երկու հարբած երիտասարդ դռնեդուռն ընկած ինչ-որ մեկին էին փնտրում։ Երրորդ հարկում էլ մի դուռ թակեցին ու դժվար է ասել գտան նրան, ում փնտրում էին թե ոչ, բայց դուռը բացած տանտիրոջ հետ կռիվ սկսվեց։ Քիչ անց բակում շտապօգնության մեքենայի շչակի ձայն լսվեց, զրնգաց ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մասի հեռախոսը, Աբելյան փողոցի շենքերից մեկում դանակահարություն է եղել։ Րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր, ահազանգողը չէր մանրամասնել, մարմնական վնասվածք ստացողները երկուսն էին, որոնցից մեկին իրավապահները շենքի մուտքերից մեկում մահացած գտան, մյուսին միայն ձախ ձեռքն էր վնասված, կարելի էր կարծել, թե իրար հետ են վիճել, սակայն ձեռքը վնասած երիտասարդը մահացածի Վաշինջաղյան փողոցի բնակիչ Վազգեն Դալաքյանի ընկերն էր, կռվի մասնակիցն ու ականատեսը, բայց ոչ դանակահարողը։ Նա այդ օրը Կապանից Վազգենենց տուն հյուր էր եկել, ճաշել էին, օղի խմել, հետո Վազգենն առաջարկել էր «Արի դուրս գանք մի քիչ հայաթու մաքրոտ, ման գալու»։ Տենց ման էին գալիս, մեկ էլ ասեց սրանից մի քանի վերև շենք, դե աղջիկ կա, բարձրացանք, այդ բացեզդի երրորդ հարկում էր, թակեցինք, մի հատ տղա ասեց ով է, ասեցինք բացի, բացեց, կիսա բաց, ասեցիք կներես, էսի որ բնակարանն է, ասեց 33-ն է, ասեցիք բա 32 օրն է, ասեց չգիտեմ, եթե նորից թակինք այդ տղան ասեց ով է, ասի բացեց, բա ինչ ես ուզում քեզի չասի, որ չգիտեմ, Վազգենը ասեց բան է էլի հարցնում, ասեց սպասի շորերս հագնեմ գամ, գնաց, բայց շորերը չակավ արդեն, եկավ, Վազգենի վրա բան էր անում, սենց իրար բարձր խոսում են, Վազգեն ասեց ինչ ես մունատ գալի, բան եմ էլի քեզ է ասում, բա ում է տեսարա ու այդ պահը խփոցի գնաց, ես Վազգենից հետևեի, այդ պահին ես տեսա Վազգենի դեմքից արյունապազում, ինք էլ դանակով սկսեց խփելը, տենց էլ Վազգենը պաշտպանում էր, ես քաշքշում էի, ես վազեցի Վազգենին, քաշեցի, իջացրի, ինք բաց թողեցի, իր ձեռից բռնեցի ու բարձրացրեցի, ասի, այս ինչ ես անում, այս ինչ ես անում, այ ախպե, ու իրենց տանից կնոջ ձենը լսեցի, վայ ծվծվեք էր գալիս, գոռգոռում էին։ Արյան հետքերը տանում էին դեպի այն բնակարանը, որի մուտքի դռան առաջ տեղի էր ունեցել դեպքը։ Երրորդ հարկի հարթակում, կրծքավանդակի, թիկունքի և դեմքի շրջանում դանակի հարվածներ ստանալով Վազգեն Դալաքյանը ընկերոջ օգնությամբ առաջին հարկերի չէր։ Աղմուկ աղաղակի վրա տնից դուրս եկած բնակիչները շտապօգնություն էին զանգահարել, բայց արդեն ուշ էր։ Դեպքի վայրի զննությամբ և մահացածի ընկերոջ հետ ունեցած զրույցից պարզ դարձավ, որ նշված հանցագործությունը կատարել է նույն շենքի բնակիչ Գագիկ Աբրահամյանը, որը դեպքից անմիջապես հետո դիմել էր փախուստի։ Հարազատների տարված բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 19-ի ժամը 18:35-ի սահմաններում Գագիկ Աբրահամյանը մեղայականով ներկայացավ Աջափնեկ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և տվեց ինքնախոստովանական ցուցմունք։ Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով սպանություն հարուցվել է քրեական գործ, դեպքի հանգամանքները պարզվում են։